Բարով ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1550-րդ օրն է։ Հետաքրքիր նորություններ ունենք շաբաթ օրվա համար։ Ուկրաինական հարվածները օկուպացված եւ Ռուսաստանի տարածքներին շատ են շատացել, այն որ ասում է հասցրեք մեր Telegram-ում ողջևորիչ կադրերը դիտել։ Այսօր ձեզ համար պատրաստել եմ համակցված թողարկում, երկրորդ մասում կներկայացնեմ նյութեր, որոնք ներառվել են անալիտիկա ալիքի երեկվա եթերում։ YouTube-ի հետ ինչ-որ անհասկանալի բան է կատարվում, այդ պատճառով էլ որոշեցի թարմ եւ կարեւոր նորությունները համակցել երեկվա կարեւոր տեղեկությունների հետ։ Նրանց համար, ովքեր բաց են թողել անալիտիկա ալիքի երեկվա թողարկումը, հաղորդման երկրորդ մասում կարող են ծանոթանալ։ Այսօր մի շարք անհավանական լավ նորություններ կան։ Պուտինը սկսեց կորցնել Ղրիմը, քայլ առ քայլ վիճակը վատանում է Կրեմլի ռեժիմի, օկուպանտները դադարեցրել են բեռնատար տրանսպորտի շարժը Ռոստով-Ջանկոյի ավտոճանապարհով, ուկրաինական դրոնների զանգվածային հարձակումների պատճառով R280 մայրուղին անցնում է Ուկրաինայի օկուպացված հարավով խորը թիկունքում, մինչև վերջերս այն անհասանելի էր Ուկրաինայի համար, ինչը թույլ էր տալիս օկուպանտներին օգտագործել ճանապարհը իրենց զորքերի մատակարարման համար եւ Ղրիմ ներթափանցելու համար, սակայն վերջին ամիսներին Ուկրաինայի զինված ուժերը մեծացրել են իրենց դրոնների հեռահարությունը, սա middle strike դրոններն են, միջին հեռահարության։ Դրանից հետո այս մայրուղու վրա ռազմական բենզատարները սկսեցին զանգվածաբար այրվել։ Իրավիճակը այնքան լուրջ է, որ օկուպանտները սկսել են բեռնատար տրանսպորտի շարժը Ղրիմի մուտքի մոտ գտնվող Ջանկոյի անցակետով։ Արդյունքն իրեն սպասեցնել չի տվել, թերակղզում վառելիքի դեֆիցիտ է սկսվել, վաճառքի սահմանափակումներ են մտցվել։ Օկուպացված թերակղզում անհետանում են բենզինն ու դիզելը, վառելիքի գները կտրուկ աճում են, իսկ Ղրիմի բնակիչներն ու ժամանած ռուսները արդեն բացահայտ մեղադրում են Ռուսաստանի իշխանություններին ձախողման եւ ճգնաժամի մասշտաբները թաքցնելու փորձերի մեջ։ Իրավիճակը մեկնաբանել է ուկրաինացի վոլոնտյոր, Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Սերգեյ Ստերնենկոն։ Նա հաստատել է, որ ռուսական լոգիստիկան կտրելու գործողությունը շարունակվելու է։ Պաշտպանության նախարարությունը այդ նպատակով 26 թվականի համար պայմանագրեր է կնքել Middle Strike սեգմենտի ռեկորդային թվով դրոնների ձեռքբերման համար, որոնց հեռավորությունը 50+ կիլոմետր է։ Թշնամուն խորհուրդ եմ տալիս անմիջապես փակել նաև մյուս անցակետերը, մեկ է դրանք չեն լինելու։ Ուկրաինական բանակը պլանավորված մեկուսացնելու է ռուսներին օկուպացված տարածքներում, ընդգծել է Ստերնենկոն։ Միևնույն ժամանակ Z ալիքները առաջարկում են ռազմական բենզատարներն ու բեռնատարները քողարկել որպես քաղաքացիական ավտոմեքենաներ, որպիսի շփոթեցնեն մեր դրոններին, փաստացի նրանք ծրագրում են վտանգի ենթարկել խաղաղ քաղաքացիների կյանքը եւ լավ կլինի, որ Ռուսաստանի մեր հայրենակիցները սրա մասին իմանան։ Ուկրաինական դրոնները միևնույն է խոցելու են այդ ճանապարհով ընթացող տեխնիկան, այնպես որ ճիշտ կլինի չօգտվել այդ ճանապարհից ընդհանրապես։ Իդեպ բենզինի բացակայությունը միայն Ղրիմում չէ, Ռիազանի նավթավերամշակման գործարանի կանգառից հետո քաղաքի բնակիչները սոցցանցերում սկսել են ակտիվորեն դժգոհել լցակայաններում AI-92 եւ AI-95 տեսակի բենզինի պակասից, վառելիքի դեֆիցիտը աստիճանաբար զգացվելու է Ռուսաստանի եվրոպական մասի այլ մարզերում։ Ռուսական նավթավերամշակման գործարանների կանգառը վառելիքի դեֆիցիտի լուրջ վտանգներ է ստեղծում ամառային պիկ սեզոնից առաջ։ Արձակուրդների եւ ցանքսի ժամանակաշրջանում ներքին պահանջարկի աճը համընկնում է նավթավերամշակման ծավալների կրճատման հետ, ինչը արդեն իսկ ստիպում է Ռուսաստանի կառավարությանը երկարաձգել բենզինի արտահանման արգելքները, դեմփինգի ենթարկել ներքին գները, լցակայաններում դեֆիցիտը զսպելու համար։ Ռուսաստանի համար խնդիրը խորանում է նրանով, որ Ուկրաինան ակնհայտորեն մտադիր չէ դադարեցնել իր հարվածները։ Անցած գիշեր մեր բարի թռչնակները նորից տարբեր ուղղություններով գնացին իրենց գործը անելու, վստահ եմ մեր Telegram-ից օգտվում եք եւ տեսնում եք բոլոր կադրերը։ Ամերիկան կասեցրել է պատերազմի ավարտի շուրջ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ եռակողմ բանակցությունները, պետքարտուղար Ռուբիոն անձամբ այս մասին հայտարարեց։ Ամերիկան չի ցանկանում անվերջանալի հանդիպումներ անցկացնել, եթե դրանք որևէ արդյունք չեն բերում։ Մեջբերեմ, մենք ուրախ կլինենք զբաղվել դրանով, եթե կառուցողական եւ արդյունավետ բանակցություններ վարելու հնարավորություն ընձեռնվի, բայց մենք նաեւ շահագրգռված չենք ներքաշվել հանդիպումների անվերջանալի շրջապտույտի մեջ, որոնք ոչ միտեղ չեն տանում, նշել է Ռուբիոն։ Այս քայլը կանխատեսելի էր, փաստացի սա Թրամփի փախուստն է այս թեմայից։ Հետո նա իհարկե բազում տարբեր բառեր եւ
պատրվակներ կգտնի, բայց դե ֆակտո սա փախուստ է սեփական նախաձեռնությունից։ Հիշում եք, որ բազմիցս ասել եմ, ինքը հորինել էր իր համար գործ եւ սկսել էր զբաղվել ձեռքի հետ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու համար։ Հիմա երևի թե հասկացել է, որ ճնշում գործադրելը իմաստ չունի եւ փախուստի է դիմում, թեման հաստատ շարունակություն է ունենալու, այնպես որ մենք կհետևենք իրադարձություններին։ Իդեպ Ամերիկայի ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հրաժարական է տվել երեկ ռուսամետ հակումների համար քննադատության ենթարկվելուց հետո Clash Report-ի տվյալներով նա կթողնի իր պաշտոնը հունիսի 30-ին, Թրամփը արդեն հաստատել է Գաբարդի հրաժարականը։ Միևնույն ժամանակ Ամերիկան որոշել է ուժեղացնել ուկրաինական միջին հեռահարության հոպը, Վաշինգտոնը ռազմական վաճառքի ծրագրի շրջանակներում Ուկրաինային կփոխանցի սարքավորումներ, պահեստամասեր եւ ծառայություններ Հավք զենիթաարտիռային համալիրների համար։ Պետդեպարտամենտը գտնում է, որ Ուկրաինային օգնություն ցուցաբերելը համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին, Կիևը պաշտպանում է ոչ միայն իրեն, այլև ապահովում է ամբողջ Եվրոպայի անվտանգությունը, նշել են Վաշինգտոնում։ Ամերիկյան Հավք զենիթաարտիռային համալիրը Ուկրաինայի զինված ուժերի սպառազինության մեջ է հայտնվել մի քանի տարի առաջ, սա միջին շարավղի հակաօդային միջոց է, որն ունի մի քանի տարբերակ, օդային թիրախների ոչնչացման առավելագույն հեռահարությունը կազմում է 50 կիլոմետր, նոր զենք չի, բայց բավականին լավ է իրեն դրսևորում։ Ուկրաինան Ռուսաստանից հետ է խլել 400 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածք, գրում է Bloomberg-ը, հավելելով, որ Ուկրաինայի զինված ուժերը վերջին 3 տարվա մեջ առաջին անգամ հաջողել են Ռուսաստանից հետ նվաճել օկուպացված տարածքների զգալի մակերես։ Ամերիկայի պաշտպանության նախարարության հետախուզության գնահատականների համաձայն Ուկրաինայի պաշտպանության ուժերին հաջողվել է տարեսկզբին իրականացված հարձակման ընթացքում հետ վերադարձնել մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք, նշում է պարբերականը։ Իդեպ Bloomberg-ը իր մեկ այլ հոդվածում բերել է վերլուծաբանների կարծիքները պատերազմի ավարտի վերաբերյալ։ Ըստ նրանց զրոյական գիծը այլևս այն վայրը չէ, որտեղ որոշվում է ռուս-ուկրաինական պատերազմի ելքը։ Մարտի դաշտը խրամատներից տեղափոխվում է դեպի անօդաչու թռչող սարքերի հարվածային 300 կիլոմետրանոց գոտի, ուստի վճռորոշ նշանակություն են ստանում թիկունքին հասցվող հարվածները։ Այսպիսի տեսակետ են հայտնել Bloomberg-ի տեսաբանները։ Մեջբերեմ զրոյական գիծը այլևս այն վայրը չէ, որտեղ որոշվում է պատերազմի ելքը։ Որոշ սեկտորներում այժմ 1 կիլոմետրի վրա ընդամենը 3 ուկրաինացի զինվոր կա, որովհետև մակերևույթի վրա դիրքերի տեղաշարժը կամ համալրումը հաճախ նշանակում է մահ դրոնների հարվածներից։ Ռուսաստանը այս տրանսֆորմացիայից էլ ավելի շատ է տուժում, որպես հարձակվող ուժ ռուսական զորքերը ստիպված են անընդհատ իրենց վտանգի ենթարկել անօդաչուներով հագեցած տեղանքում, ինչը հանգեցնում է զգալիորեն ավելի մեծ կորուստների, քան Ուկրաինայի մոտ է։ Վճռորոշ պատերազմն ավելի ու ավելի հաճախ տեղի է ունենում ռազմաճակատի թիկունքում, նշում են վերլուծաբանները։ Փորձագետները հիշեցնում են, որ վերջերս Մոսկվայի վրա ուկրաինական ուժերի իրականացված մասշտաբային հարձակումը, երբ մեկ գիշերվա ընթացքում մոտ 600 անօդաչու թռչող սարքեր հարվածել են Ռուսաստանի մայրաքաղաքի եւ դրա շրջակայքի կարևոր թիրախներին, նաեւ նշում են, որ Ուկրաինան կայունացրել է ռազմաճակատը եւ վերջին ամիսներին նույնիսկ հետ է նվաճել տարածքի մի մասը, չնայած կենթանի ուժի հարցում Ռուսաստանի գերակայությանը, իսկ ուկրաինական հարվածները նավթային ենթակառուցվածքներին ուժեղացնում են ճնշումը ռուսական տնտեսության վրա։ Ռուսաստանը արդեն նվազեցրել է 26 թվականի իր տնտեսական աճի կանխատեսումը մինչև 0.4%, իսկ ռուս դիկտատոր Պուտինի վարկանիշները շարունակում են անկում ապրել։ Տեսաբանները շեշտում են նաև այն փաստը, որ Եվրոպան այժմ բեկումնային պահ է ապրում։ Ուկրաինան ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս ոչ միայն որպես օգնություն ստացող, այլև որպես Եվրոպայում անվտանգության ապագա մատակարար, շնորհիվ իր բանակի մարտական փորձի եւ դրոնների արդյունաբերության, հատկապես Ամերիկայի երկարաժամկետ երաշխիքների նկատմամբ վստահության թուլացման ֆոնին։ Երեկ երեկոյան նախագահ Զելենսկին իր հերթին թարմացված տվյալներ ներկայացրեց մարտադաշտում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Մեջբերեմ, մեր դիրքերը այժմ ավելի ամուր են, քան նախորդ տարիներին։ Տարվա սկզբից ի վեր Ուկրաինան ազատագրել է մեր տարածքի գրեթե 600 քառակուսի կիլոմետրը, 590 է նշել Զելենսկին, այսինքն Bloomberg-ից մոտ 200 քառակուսի կիլոմետր ավել։ Հիմա մի պահ կխնդրեմ ընձեռնել մեր եթերը լայքելու համար, սա YouTube-ի ալգորիթմների համար է, իրոք շատ տարօրինակ բաներ է կատարվում, փորձենք գոնե այսպես ակտիվ աջակցել հաղորդմանը։
Իր հերթին ազդեցիկ օսինտ փորձագետ ռազմական տեսաբան Կլեման Մոլենը հայտնում է, որ Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանների մոտ ակտիվորեն կառուցում են նոր տիպի բազմամակարդակ ամրաշինական կառույցներ։ Վերջին 2 ամսվա ընթացքում Ուկրաինան կառուցել է շուրջ 1300 կիլոմետր Կիևից մինչև Օդեսա։ Այս մասին իր բլոգում գրում է փորձագետը, նշելով, որ կառուցված ամրությունները հաղթահարելը շատ դժվար կլինի ռուսների համար։ Երկրի արևելքում Ուկրաինայի զինված ուժերը այժմ հենվում են միանգամից պաշտպանության մի քանի գծերի վրա, որոշ շրջաններում դրանք 2-ից 6-ն են, իսկ ռազմաճակատի հետևում ձգվում են բազմակիլոմետրանոց ինժեներական արգելափակոցների գոտիներ։ Նոր ամրություններ են կառուցվում նաև Խարկովի շուրջ եւ ամբողջ Խարկովի մարզում։ Սահմանի մեծ մասը արդեն ծածկված է, իսկ քաղաքին ավելի մոտ կառուցվում է պաշտպանության եւս մեկ գիծ։ Բացի այդ, ամրացվում են Իզյումը, Չուգուևը եւ Վելիկի Բուրլուկը։ Սումիի մարզում շարունակվում է պաշտպանության երկրորդ գծի շինարարությունը, սակայն աշխատանքները բարդանում են մեծ անտառային զանգվածների պատճառով։ Նույնիսկ Չեռնիգովի մարզում այժմ ավարտին է հասցվում նոր ամրությունների ստեղծումը, այդ թվում հենց Չեռնիգովի շուրջ։ Օղակաձև ամրությունների գծեր են հայտնվում նաև Դնեպրի, Զապորոժիեի, Նիկոլաևի եւ Օդեսայի շուրջ։ Ամրաշինությունների մասշտաբային շինարարության ծրագիրը, որը մեկնարկել է 24 թվականի դեկտեմբերին, դարձել է Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանական նոր ռազմավարության առանցքային տարրերից մեկը։ Այս ռազմավարության տրամաբանությունը այն է, որ մեծ թվով արգելքները թույլ են տալիս ռազմաճակատը պահել ավելի փոքր ուժերով եւ միաժամանակ ավելացնել հարձակվող կողմի կորուստները, հատկապես դրոնների ժամանակակից պատերազմի պայմաններում։ Արևմտյան հատուկ ծառայությունները կարծում են, որ Ռուսաստանը կարող է ծովի հատակին միջուկային հրթիռների տեղակայման համակարգ մշակել։ Արևմուտքի հետախուզությունները շատ ուշադիր հետևում են Ռուսաստանի նոր ռազմական նախագծին, որը կրում է Սկիֆ անվանումը։ Խոսքը ծովի հատակին միջուկային հրթիռների հնարավոր տեղակայման մասին է, գրում են գերմանական լրատվամիջոցները։ Հետաքննության համաձայն Ռուսաստանը աշխատում է մի տեխնոլոգիայի վրա, որը թույլ է տալիս բալիստիկ հրթիռներ տեղադրել հատուկ հորաններում հենց ծովի հատակին։ Նման համակարգերը կարող են երկար ժամանակ մնալ ջրի տակ եւ գործարկվել հեռակառավարմամբ։ Ծովի հատակին միջուկային հրթիռներ տեղակայելու գաղափարը նոր չէ եւ ի հայտ է եկել դեռևս Սառը պատերազմի ժամանակներում։ Ամերիկայում գնահատելով նման համակարգի թերությունները հրաժարվեցին դրա իրագործումից, իսկ Պուտինը ամենայն հավանականությամբ դեռ չի հրաժարվել, ավելի ճիշտ երևի փորձում է PR անել։ Կտեսնենք կբավականացնեն արդյոք Պուտինի միջոցներն ու տեխնոլոգիաները հերթական մտահղացման համար։ Նրանք ցամաքի վրա չեն կարողանում նորմալ հրթիռներ արձակել, ելուր մնաց ջրի տակ սարքեն, հա։ Նման թեմաներով Կրեմլը փորձում է տպավորություն ստեղծել, թե ռեժիմը դեռ կենթանի է եւ իբր ոչ մի խնդիր չունի, իբր թե զարգանում են, հա։ Այս ֆոնին ուկրաինական բանակը զբաղված է ավելի կոնկրետ հարցերի լուծմամբ։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է սպառազինության մի տեսակի մշակման աշխատանքների արագացման մասին։ Ուկրաինան արագացնում է Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի համար սպառազինության մշակումը, արտադրությունն ու մատակարարումը։ Մենք լուծում ենք հրատապ խնդիրներ ի տարբերություն Պուտինի PR մտահղացումների, հա։ Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով Industry Day հատուկ միջոցառման ժամանակ ուկրաինական ընկերությունները ցուցադրել են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի համար նոր ավիացիոն զինամթերքի եւ խոցման միջոցների մշակումները։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կարողությունների կոալիցիայի անդամ պետությունների պատվիրակությունները։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ խնդիրը դրված հնարավորինս արագ մշակել եւ ռազմաօդային ուժերին մատակարարել նոր սպառազինություն եւ զինամթերք։ Այս հարցում պետք է օգնեն դաշնակիցները։ Հիշեցնեմ, որ 26 թվականի մայիսի 18-ին Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայել Ֆյոդորովը հայտարարեց ուկրաինական առաջին կառավարվող ավիացիոն ռումբի ստեղծման մասին։ Հիշեցնենք նաև, որ ի սկզբանե Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կարողությունների կոալիցիայի մեջ մտնում էր 11 պետություն։ Այս կոալիցիան ստեղծվել է 23 թվականի ամռանը Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։ Այժմ կործանիչների կոալիցիայի մեջ մտնում են 14 մասնակից պետություններ եւ Ուկրաինան հարվածել է օկուպանտների կենտրոնացման վայրին Բրյանսկի մարզում 3։ Մեր պաշտպանության ուժերը 26 թվականի մայիսի 21-ի լույս 22-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել ռուսական զորքերի ռազմական ենթակառուցվածքներին, ժամանակավորապես օկուպացված տարածքներում եւ Ռուսաստանի սահմանամերձ շրջաններում։ Գլխավոր շտաբի տվյալներով խոցված թիրախների թվում է Դոնեցկում տեղակայված ԱՍԱ զենիթահրթիռային համալիրը։ Հարվածներ են արձանագրվել նաեւ հակառակորդի հրամանատարական դիտակետային կետերին Դոնեցկի մարզի Նովոպետրիկովկայում եւ
Ռուսաստանի Կուրսկի մարզի Ծյոտկինեում առանձնահատուկ նշվում է Դնեպրոպետրովսկի մարզի Վասկրեսենկայի շրջանում կառավարման կետի եւ Զապորոժիեի մարզի Վերխնի Տակմակ Վտարոյում կապի հանգույցի խոցման մասին։ Ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցրել անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին Դոնեցկի մարզի Սելիսովոյում, Մալինովկայում եւ Վիսյոլեյում։ Բացի այդ խոցվել են զինամթերքի պահեստներ Վելիկայա Նավասյոլկայում, նյութատեխնիկական պահեստ Դոնեցկում, ինչպես նաեւ նմանատիպ օբյեկտ Լուգանսկի մարզի Ռովենկիում։ Պաշտպանության ուժերը Ուկրաինայի հարվածներ են հասցրել նաեւ հակառակորդի անձնակազմի կենտրոնացման շրջաններին Դոնեցկի մարզի Սելիդովոյում, Ուկրաինկայում եւ Պոկրովսկում, Զապորոժիեի մարզի Մալինովկայում, ինչպես նաեւ Ռուսաստանի Բրյանսկի մարզի Տրոեբորտնոյեում։ Լրացուցիչ հաղորդվում է Խարկովի մարզի Գալուբովկայի եւ Դոնեցկի մարզի Սևերսկի շրջաններում Ասկոլ եւ Բախմուտովկա գետերի վրայով անցումների խոցման մասին։ Առանձնակի ընդգծվում է Ռուսաստանի Բրյանսկի մարզի օբյեկտներին հասցված հարվածը, որտեղ ուկրաինական կողմի տվյալներով խոցվել է հակառակորդի անձնակազմի կենտրոնացման վայրը։ Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրերս հայտնել էր, որ շտաբի նիստում Ստավկայում զինվորականների հետախուզության Ուկրաինայի անվտանգության ծառայության եւ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է Բելարուս Բրյանսկի մարզ ուղղությամբ տիրող իրավիճակը։ Զելենսկու խոսքով ռուսական կողմը ուսումնասիրում է Ուկրաինայի վրա հնարավոր հարձակումների սցենարները, ներառյալ հնարավոր գործողությունները Չեռնիգով Կիև ուղղությամբ Բելարուսի եւ Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի մարզի տարածքից։ Եթե հիշում եք, Զելենսկին զգուշացրել էր Լուկաշենկոին, որ կհարվածի նրան, եւ հարվածները սկսել ենք Բրյանսկի մարզից փաստացի։ Դե Զելենսկին խոսքերը քամուն չի տալիս, ասած անում է։ Իստում է սա եւս մեկ նախազգուշացում է Լուկաշենկոյի համար։ Նախքան մեր եթերը շարունակելը նորից հիշեցնեմ ձեզ, որպեսզի ովքեր դեռ չեն օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը անպայման դա արեք, խնդրում եմ դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, շատ կարեւոր է ձեր օգնությունը, շատ շնորհակալ եմ ձեզ, որ ամեն օր աջակցում եք։ Նախորդ օրը ռազմաճակատում տեղի է ունեցել 216 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են ևս 950 օկուպանտի եւ նրանց 2112 միավոր տեխնիկան, տրանսպորտն ու սպառազինությունը։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լուսանկարներով եւ տեսանյութերով արձանագրված տվյալների համաձայն լիկվիդացված օկուպանտների թիվը հասել է 1,354,810-ի, ռելիզը էկրաններին է։ Իդեպ այսօր Ուկրաինայում նշվում է ծովային հետևակի Մարսկայա Պեխոտայի օրը, որտեղ տղասը ծառայում։ Ուկրաինայի ծովային հետևակի օրվա առթիվ գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նշել է, որ ծովային հետևակը Ուկրաինայի պաշտպանության ուժերի ամենամարտունակ բաղադրիչներից մեկն է, որտից կրվում է 22 թվականից եւ անցնում է ամենադժվար տեղամասերում ռազմաճակատի, սկսած Կիևի մարզից մինչեւ Դոնբաս։ Սա այն հպարտությունն է, որ մենք ունենք, կամավոր միացել է տերաբարոնային սկզբից, հետո արդեն Կիևից թշնամուն դուրս քշելուց հետո անցավ ծառայության ծովային հետևակում։ Այսօր ոգևորիչ լուրերը շատ են։ Այս գիշեր ուկրաինական դրոնները թռել են 1600 կիլոմետր եւ կրկնակի հարված հասցրել Պերմի երկրամասի ռազմական քիմիական գործարանին։ Ռուսական Մետաֆրաքս քիմգործարանը պայթուցիկ նյութերի եւ արկերի բաղադրիչներ է արտադրում, ուստի այն օրինական թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար, բայց սա ընդամենը 3 երեկոյան տեղի ունեցած ամենահեռավոր հարվածն է։ Բարի դրոնները նաեւ կրկին հարվածել են Նավարասիսկին եւ ձախողել ռուսական նավթի արտահանումը։ Ուկրաինայի զինված ուժերը օդային հարված են հասցրել Նավարասիսկի արտահանման նավթային տերմինալին, ինչը առնվազն կհանգեցնի տանկերներում ռուսական նավթի բարձման ծավալների նվազմանը։ Հարվածի տակ է հայտնվել Նավարասիսկի նավթային ենթակառուցվածքը, մասնավորապես բոլոր կադրերը, ինչպես միշտ հասանելի են մեր Telegram-յան ալիքում։ Գրուշովայա նավթային տերմինալը բաղկացած է 1.2 միլիոն տոննա նավթամթերքի համար նախատեսված ստորգետնյա եւ վերգետնյա նավթամբարներից։ Այս տերմինալով ռուսական նավթը ուղարկվում է արտահանման, իսկ դրա դիմաց ստացված գումարները ծախսվում են Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակման վրա։ Այդ իսկ պատճառով Գրուշովայան օրինական թիրախ է Ուկրաինայի զինված ուժերի համար։ Մեր թողարկման պատրաստման պահին Ուկրաինայի գլխավոր շտաբից գիշերային հարվածների վերաբերյալ մանրամասներ դեռ չկան, մենք դրանք կներկայացնենք հենց որ հայտնվեն, իսկ առայժմ պարզապես վայելեք կադրերը մեր Telegram-յան ալիքում։
Իդեպ Իրկուտսկում հրդեհ է բռնկվել Ռուսաստանի խոշորագույն ինստիտուտում, որը մասնագիտացված է ազնիվ եւ հազվագյուտ մետաղների եւ ալմասների ոլորտում լեռնահանքային արդյունաբերության համար նախատեսված աշխատանքների ամբողջական ցիկլում։ Իրկուտսկի մարզի նահանգապետ Իգոր Կոբզևը հաստատել է, որ հրդեհը բռնկվել է Իրկուտսկի կենտրոնում գտնվող գիտահետազոտական ինստիտուտում։ Նա խոստովանել է, որ հրդեհը մեծ է։ Հրդեհի պատճառը այս պահին հայտնի չէ, բայց նման կարևոր օբյեկտներին վնասելը շատ կարևոր է։ Իսկ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբում հերքել են հայտարարություններ այն մասին, թե իբր ուկրաինական բանակը հարվածել է օկուպացված Ստարոբելսկի ուսանողական հանրակացարանին, ռուսական պնդումները, թե իբր ուկրաինական հարված է հասցվել Լուգանսկի մարզի ժամանակավորապես օկուպացված Ստարոբելսկի ուսանողական հանրակացարանին, սուտ են։ Իրականում ուկրաինական ուժերը խոցել են ռուսական Ռուբիկոն հատուկ ստորաբաժանման շտաբերից մեկը, որը մտնում է անօդաչու առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի մեջ։ Ուկրաինացի զինվորականները նշել են, որ թշնամին մանիպուլյատիվ տեղեկություններ է տարածում իբր քաղաքացիական ենթակառուցվածքների, օբյեկտներին ուկրաինական բանակի հարվածների մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Գլխավոր շտաբում ընդգծել են, որ պաշտպանության ուժերը հարվածում են բացառապես ռազմական օբյեկտներին եւ այն օբյեկտներին, որոնք օգտագործվում են ռազմական նպատակներով, խստորեն պահպանելով միջազգային իրավունքի նորմերը։ Բացի Ռուբիկոն հատուկ ստորաբաժանմանը հասցված հարվածից, մայիսի 22-ի գիշերը խոցվել են նաեւ օկուպանտների մի շարք այլ օբյեկտներ, խոսքը հոբ միջոցների, զինամթերքի պահեստների, կառավարման կետերի եւ նավթավերամշակման գործարանի մասին է։ Դրանից առաջ ուրբաթ օրը ռուս դիկտատոր Պուտինը մեղադրել էր Ուկրաինային Ստարոբելսկի ուսանողական հանրակացարանին հարվածելու մեջ եւ սպառնացել պատասխանով։ Ուսանողական հանրակացարան բառերը ճակերտների մեջ իհարկե։ Կրեմլում պնդում են, թե հարվածի հետևանքով իբր զոհվել է 6 մարդ, 39 տուժել են, իսկ 15-ը համարվում են կորած, հաշվի առնելով, որ Պուտինը ընդհանրապես չի մեկնաբանել ոչ օկուպացված տարածքներին եւ ոչ էլ Մոսկվային ու Туапսեին հասցված որևէ այլ հարված, իսկ այստեղ օպերատիվորեն մեջտեղ ընկավ սպառնալիքներով, ապա ակնհայտ է, որ տվյալ դեպքում գործ ունենք բացահայտ սադրանքի հետ։ Կրեմլը ուռճացնում է օկուպացված Ստարոբելսկի գնդակոծության պատմությունը, որպիսի ռուսների ուշադրությունը շեղի սեփական ձախողումներից։ Ապա տեղեկատվական ալիքը բավականին մեծ էր։ Ես նկատեցի, որ Հայաստանում իրենց արևմտամետ անվանող գործիչները սկսել են Ստարոբելսկի հարվածի համեմատություններ անել ռուսական հարվածների հետ Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների իրական հարվածների հետ, դրանով իբր օբյեկտիվ երևալու համար, բայց ըստ էության լեգիտիմացրեցին պուտինյան նարատիվի քաղաքացիական անձանց Ուկրաինայի հարվածելու ապա տեղեկատվությունը, ահա թե ինչպես են պատռվում դիմակները։ Արևմտամետ իրական գործիչը չի կարող չիմանալ, որ Ուկրաինան հերքել է դա, եւ չի կարող չիմանալ, որ ուկրաինական հարվածները հասցվում են բացառապես մեր հետախուզության տվյալների հիման վրա, իսկ այդպիսի որակյալ հետախուզություն շատերին կցանկանայինք։ Սրանով այսօրվա նորությունների բլոկը ավարտեմ, այնուհետև կլինեն այն կարևոր նորությունները եւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հետ հարցազրույցը, որոնք մենք թողարկել էինք 3 անալիտիկ ալիքով, բայց ինչ որ անհասկանալի պատճառներով այնտեղ դիտումները խիստ քիչ էին։ Ես կասկածում եմ YouTube-ի ինչ որ խափանման մասին, այդ պատճառով որոշեցի կրկնել այստեղ, որpիսի եթե կան ունկնդիրներ, ովքեր հանկարծ չեն տեսել անալիտիկա ալիքի թողարկումը, կարողանան դիտել այստեղ, իսկ այն ունկնդիրները, ովքեր 3 արդեն տեսել են թողարկումը անալիտիկա ալիքով, եթե չեն ցանկանում կրկին դիտել, կարող են պարզապես բաց թողնել այս եթերի շարունակությունը։ Քանի դեռ համաշխարհային լրատվամիջոցներն ու փորձագետները քննարկում են, թե որքանով էր անհաջող Պուտինի այցը Չինաստան, ուկրաինական զորքերը մարտի դաշտում եւ հեռահար հարվածներով օկուպանտներին հաջողության ոչ մի հույս չեն թողնում։ Մեր տելեգրամյան ալիքը ձեզ համար պոզիտիվի շուրջօրյա աղբյուր է, ովքեր դեռ չեն բաժանորդագրվել, անպայման բաժանորդագրվեք, որպեսզի տեսնեք տպավորիչ կադրեր, որոնք չեն կարող ձեզ ցուցադրել YouTube-ում։ Բարի դրոնները մեծապես ուրախացնում են ամենօրյա ռեժիմով։ Իդեպ այսօր եթերի լրատվական բլոկից հետո ձեզ կներկայացնեմ հարցազրույց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հետ։ Քննարկել ենք արդիական թեմաներ եւ խոսել ենք նաեւ Հայաստանի մասին։ Կարծում եմ ձեզ համար հետաքրքիր կլինի եւ դուք մեկնաբանություններում ձեր կարծիքը կհայտնեք։ Այսօր ես ռազմական նորությունները հաջորդականությամբ կդնեմ քաղաքական նորությունների հետ, որպեսզի եթերը ել ավելի հագեցած լինի։
Իդեպ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ է հայտնել սահմանից ավելի քան 800 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սիզրանի նավթավերամշակման գործարանին հասցված հաջողված հարվածի մասին։ Ռուսական նավթային արդյունաբերության վրա համակարգված ճնշման շրջանակներում Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարված են հասցրել Սիզրանի նավթավերամշակման գործարանին, ինչը Զելենսկու խոսքով Ռուսաստանի էներգետիկ սեկտորի վրա նպատակաուղղված ճնշման շարունակությունն է։ Վլադիմիր Զելենսկին սոցիալական ցանցում հրապարակել է ռուսական նավթավերամշակման ենթակառուցվածքի վրա հարձակման արդյունքների տեսանյութը։ Ուկրաինայի նախագահը նշել է, որ Սիզրանի նավթավերամշակման գործարանին հասցված հարվածը դարձավ մեր հերթական հեռահար պատժամիջոցը ռուսական նավթավերամշակման դեմ։ Դրանից մեկ օր առաջ Ուկրաինայի զինուժի անօդաչու համակարգերի ուժերը անվտանգության ծառայության SBU-ի հետ համատեղ ոչնչացրել են ևս մի կարևոր օբյեկտ Դոնեցկի մարզի ժամանակավորապես օկուպացված Սնեժնեե քաղաքում։ Սնեկ Ախմատա կոդային անվանումով հաջողհատուկ գործողությունը իրականացվել է մայիսի 20-ի գիշերը Համալիրի երկհարկանի շենքին, որն ունի 2500 քառակուսի մետր մակերես, հարվածել է 11 հարվածային դրոն ուկրաինական, յուրաքանչյուրը 100 կիլոգրամ հզոր մարտական մասով։ Շենքը լիովին ավերվել է։ Խոցման արդյունքում լիկվիդացվել է առնվազն 65 կուրսանտ հատուկ ջոկատային։ Թշնամու ջոկատի անունից վստահ եմ կռահեցիք, որ խոսքը Կադիրովի ճտերի մասին է։ Սրանք շատ հաճելի թիրախ են մերոնց համար։ Ոչնչացվել է նաև կենտրոնի պետը, Բուրի կոչումով փոխգնդապետը, ով Ռուսաստանի հրթիռային եւ հրետանային գիտությունների ակադեմիայի դոկտոր էր։ Այրվել են դրոնների հավաքման բաղադրիչների պահեստները, զինամթերք եւ տեղում գտնվող 4 ռուսական Տիգր զրահամեքենան։ Ովքեր դեռ չեն տեսել կադրերը, ապա մեր տելեգրամյան ալիքում մենք ամեն ինչ մանրամասն հրապարակել ենք, վայելեք։ Այդ ընթացքում Reuters-ը հաղորդում է, որ Ռուսաստանը դեմ է առել նավթային առավելագույն շեմին եւ ամերիկյան պատժամիջոցների բացառումը չի օգնի Պուտինին, կարծես ակնարկելով Թրամփին, որ պատժամիջոցների թույլատումը օգուտ չի տա Կրեմլի ղեկավարին, իզուր մի բացահայտվիր։ Ռուսաստանը արդեն գրեթե հասել է նավթի արտահանման սահմանագծին, ուստի ամերիկյան պատժամիջոցների թույլատումը հազիվ թե Մոսկվային մատակարարումների զգալի աճ տա, նշում է Reuters-ը։ Ուկրաինայի զինուժը կանգնեցրել է կենտրոնական Ռուսաստանի բոլոր խոշոր նավթավերամշակման գործարանները, ինչը կազմում է ռուսական բոլոր հզորությունների 1/4 մասը։ Կենտրոնական Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանները կանգնեցվել են կամ կտրուկ կրճատել են արտադրությունը ուկրաինական դրոնների հարձակումների շարքից հետո։ Հարձակումների տակ են հայտնվել Կիրիշիի, Մոսկվայի, Ռիազանի, Նիժնի Նովգրադի նավթավերամշակման գործարանները, Յարոսլավլ Նեֆտեօրգ Սինթեզը, մասնակի կամ ամբողջությամբ կանգնած նավթավերամշակման գործարանների ընդհանուր հզորությունը գերազանցում է տարեկան 83 միլիոն տոննա նավթը։ Սա կազմում է Ռուսաստանի նավթավերամշակման ողջ հզորության մոտավորապես 1/4 մասը։ Reuters-ը նշում է, որ այս ձեռնարկությունները ապահովում էին Ռուսաստանում ավտոմոբիլային բենզինի արտադրության ավելի քան 30%-ը եւ դիզելային վառելիքի մոտ 25%-ը։ Ավտոմոբիլային վառելանյութի պակասը արդեն զգացվում են Ռուսաստանի տարբեր մարզերում։ Ձեռնարկությունների մի մասը, որոնք կարող էին փոխհատուցել արտադրության կորցրած ծավալները, նույնպես ենթարկվել են հարձակումների կամ աշխատում են սահմանափակումներով։ Իր հերթին բրիտանական Տելեգրաֆը գրում է, որ Ռուսաստանում քաղաքական համակարգը կաթվածահար է եղել, դժգոհությունը աճում է, բայց փակուղուց ելք չկա։ Կրեմլի ներսում դժգոհությունը աճում է նույնիսկ ամենահավատարիմ մարդկանց շրջանում, բայց համակարգը ինքը թույլ չի տալիս որևէ մեկին գործել ընդդեմ Պուտինի։ Միևնույն ժամանակ Մոսկվայի բնակիչները սկսում են գիտակցել, որ իրենց տարածքի գնդակոծության պատճառը Կրեմլի սանձազերծած պատերազմն է Ուկրաինայի դեմ։ Սոտա նախագիծը նշում է, որ ռուսները ավելի հաճախ եւ ավելի ակտիվորեն են սկսում բողոքել իշխանություններին իրենց տարածքի վրա հարձակումների պատճառով, որոնք հրահրվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմով։ Մոսկվացիները իրենց դժգոհությունը առանձնապես արտահայտեցին Մոսկվայի վրա անցած շաբաթ զանգվածային հարձակումից հետո, որի ընթացքում հարվածի տակ էր հայտնվել մասնավորապես Մոսկվայի նավթավերամշակման գործարանը։ Ռեժիմը փորձում է ձևացնել, թե ամեն ինչ կարգին է, բայց տենդագին կերպով ելք է փնտրում կամ գոնե իր գոյությունը երկարաձգելու հնարավորություն։ Պուտինի այցը Չինաստան կրկին ոչ մի առաջընթաց չտվեց Սիլա-Սիբիրի 2 գազատարի հարցում։ Reuters-ը գրում է, որ Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարները հրապարակավ գովաբանում էին ռազմավարական հարաբերությունները, սակայն բանակցությունները որևէ իրական առաջընթաց ցույց չտվեցին այն նախագծի վերաբերյալ, որը Մոսկվան փորձում է համաձայնեցնել արդեն ավելի քան 10 տարի։ Կրեմլի համար սա ցավոտ արդյունք է։ Գազատարը պետք է մասնակիորեն փոխարիներ կորցրած եվրոպական շուկան, եվրոպական
ռուսական շուկայի կորստի պատճառով Ռուսաստանը տարեկան կորցնում է մինչև 50 միլիարդ եվրո, ուղևորությունից առաջ Մոսկվան հասկացնել էր տալիս, որ ցանկանում է էներգետիկ նոր համաձայնագրեր կնքել Չինաստանի հետ, ներառյալ խողովակաշարային մատակարարումները եւ ծովային առևտուրը, սակայն Սի Ցզինպինը խոսելով էներգետիկայի մասին հրապարակավ այդպես էլ չհիշատակեց գազատարը։ Այդ ընթացքում ռազմաճակատում ռազմական փորձագետների գնահատականների համաձայն Ուկրաինայի պաշտպանության ուժերը սկսել են ավելի ակտիվ գործողություններ իրականացնել, քան ռուսական բանակը։ Միաժամանակ Ռուսաստանում գրանցվում է նոր պայմանագրային զինծառայողների ներհոսքի անկում մոտ 30%-ով։ Վերջին շրջանում իրավիճակը ռազմաճակատում սկսել է էականորեն փոխվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը չհաջողվեց կատարել հավաքագրման պլանը 26 թվականի առաջին եռամսյակի համար, ամսական նախատեսված 30-ից 35 հազարի փոխարեն անցած ողջ 3 ամսվա ընթացքում հավաքագրվեցին ընդամենը 70 հազարից մի փոքր ավել մարդ, եւ սա միայն այն խնդիրների կուտակման սկիզբն է, որոնց Կրեմլը կբախվի արդեն մոտակա ժամանակներս, նշում են ռազմական փորձագետները։ Այս ֆոնին Կրեմլը ջանում է ամեն ինչ թաքցնել, իսկ ցուցադրելու համար թե իբր ամեն ինչ առաջվա պես է զորավարժությունները նախաձեռնել Բելարուսում, իսկ Շոյգուն նույնիսկ թույլ է տվել իրեն սպառնալ Հայաստանին, ակնարկելով, որ տնտեսապես Հայաստանը ավելի շատ կապված է Ռուսաստանի հետ։ Գիտեք ինչն է ինձ զարմացնում, չէ՞ որ նրանք իրենց կացնային քաղաքականությամբ հասնում են միայն բացասական արդյունքի, բայց համառորեն շարունակում են նույն ոճով։ Երևի թե ճիշտ է նրանց այն ասացվածքը, թե կուզիկին միայն գերեզմանը կողի։ Ռուսաստանի ապագայի վերաբերյալ ուշագրավ զեկույց է ներկայացրել Լոնդոնի ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը։ Հեղինակավոր փորձագետները նշում են, որ Կրեմլը դիկտատոր Պուտինի գլխավորությամբ առաջիկա տարվա ընթացքում կկանգնի կարևոր ռազմավարական ընտրության առաջ։ Պուտինը ստիպված կլինի կամ դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը, կամ անցնել երկրի կառավարման ավելի կոշտ մոդելի, քաղաքացիների ազատությունների հետագա սահմանափակմամբ։ Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի տնտեսությունը աստիճանաբար փլուզվում է երկարատև պատերազմի պատճառով, երկրում նկատվում է աշխատուժի լուրջ դեֆիցիտ, որն արդեն գնահատվում է 2 միլիոն 300 հազար մարդ, ասեք որ թվերը տպավորիչ են։ Զուգահեռաբար տնտեսության քաղաքացիական հատվածը տուժում է գերտակացված ռազմական արտադրական ֆոնին։ Լոնդոնյան վերլուծաբանները կարծում են, որ բարձր վճարների հաշվին պայմանագրայիններ հավաքագրելու Կրեմլի ներկայիս ռազմավարությունը դադարում է աշխատել, ռուսական զինված ուժերի կորուստները սարսափելի են։ Այս ֆոնին Կրեմլը ստիպված կլինի կամ գնալ մեծ բռնի մոբիլիզացիայի եւ անցնել խորհրդային տիպի տնտեսության, կամ կրճատել Ուկրաինայի հարցում իր ռազմական հավակնությունները։ Հետաքրքիր է, որ Չինաստանում ի պատիվ ռուս դիկտատոր Պուտինի այցի կազմակերպված ընդունելության ժամանակ հյուրերին զվարճացնում էին դասական երաժշտությամբ, այդ թվում Պյոտր Չայկովսկու փոքր կարապների պարով, որը խորհրդային պատմության մեջ համարվում է բեկումնային պահերի խորհրդանիշ։ Եվ քանի դեռ չինացիները արևելյան ոճով ակնարկում են Պուտինին, որ եկել է փոփոխությունների ժամանակը, մադիարի դրոնները ռազմաճակատում սկսել են շուրջօրյա որս ռուսների դեմ։ Այս թեմայով նոր տեսանյութեր մեր տելեգրամյան ալիքում հայտնվում են պարբերաբար։ Ուկրաինական դրոնները բառացիորեն շուրջօրյա որս են սկսել ռուսական տեխնիկայի դեմ, թիրախները հայտնաբերվում եւ խոցվում են գրեթե անմիջապես։ Կադրերում դրոնները խոցում են հոբ համակարգեր, համազարգային կրակի ռեակտիվ համակարգեր, կառավարման կետեր, լոգիստիկա եւ այլ թիրախներ Դոնեցկի եւ Զապորոժիեի մարզերում, բառացիորեն հրկիզելով օկուպանտների լոգիստիկան։ Դրոնների երամները բարեկություն են անում մոտակա հեռավոր թիկունքում, վերահսկողության տակ են ճանապարհները, դաշտերն ու անտառաշերտերը։ Ճանապարհներից մի քանիսը նաեւ ռուսական ուղին է դեպի Ղրիմ, այս մասին մի քանի եթերներում արդեն վերջերս պատմել եմ։ Ռուսները հաճախ նույնիսկ չեն կարողանում մոտենալ ուկրաինական դիրքերին եւ խոցվում են մարտական շփման գծից դեռ կիլոմետրեր հեռու։ Ռուսական տեխնիկան ոչնչացվում է ակնթարթորեն եւ հայտնաբերվելուց անմիջապես հետո։ Այս ֆոնին Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության տվյալներով Կրեմլը ցանկանում է վարկապեկել նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ նրա թիմին։ Պուտինը ռուսական հատուկ ծառայություններից պահանջել է ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում եւ խարխլել արևմուտքի երկրների կողմից մեծ ցուցաբերվող աջակցությունը։ Սա մենք հայերս փրփուրներից կախվել ենք անվանում, չէ՞։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության տվյալներով Պուտինը ռուսական հատուկ ծառայություններից պահանջում է վարկաբեկել Ուկրաինայում մոբիլիզացիան եւ ռազմական ղեկավարությանը, որը զբաղվում է պաշտպանության ուժերի համալրմամբ։ Ռուսական հատուկ ծառայությունների առջև խնդիր է դրված նաեւ անբարենպաստ լույսի ներքո ներկայացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, նրա ընտանիքի անդամներին եւ նրա թիմին։ Բացի այդ, ռուսական հատուկ ծառայությունները փորձելու են մեդիա դաշտում ակտիվացնել սկանդալները Ուկրաինայի նախագահի անձնակազմի նախկին
նախկին ղեկավար Անդրեյ Երմակի եւ Յուլիա Մենդելի շուրջ, ով նախկինում Զելենսկու մամուլի քարտուղարն էր։ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը ընդգծել է, որ այս առաջադրանքները կատարելու համար ռուսական հատուկ ծառայությունները պետական մարմինների անունից ստեղծելու են կեղծ ֆեյք փաստաթղթեր եւ դրանք ներարկելու են տեղեկատվական տարածք։ Ուկրաինայի ներսում իրավիճակը տատանելու համար ռուսները կարող են ներգրավել ուկրաինացի նախկին քաղաքական գործիչների, փորձագետների եւ այլոց միջազգային գործընկերների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը խարխլել Կրեմլը փորձելու է իր պրոքսի լրատվամիջոցների օգնությամբ։ Այդ մեդիաների ցանկում ներառված են միջազգային ռեսուրսներ, որոնք արդեն աչքի են ընկել Ուկրաինայի մասին ֆեյքերի տարածմամբ։ Եվ մինչ Պուտինը փորձում է ավելի ակտիվորեն ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայում, նրա սեփական երկրում ռազմական բլոգերներն ու ռազմական մասնագետները ավելի ու ավելի ակտիվորեն են ահազանգում ռազմաճակատի վիճակի եւ հենց Ռուսաստանի աստիճանաբար ցնկի գալու մասին, ռազմական հանցագործ Զեթնիկ հանցագործ Իգոր Ստրելկովը համոզված է, որ ուկրաինական դրոնների հարձակումները Ռուսաստանի վրա մոտակա ժամանակներս կդառնան ել ավելի զանգվածային եւ ցավոտ։ Այս մասին Ստրելկովը գրում է իր Telegram-յան ալիքում, որտեղ ռազմաճակատում տիրող իրավիճակը բնութագրել է որպես լիակատար փակուղի, ինչպես նաև դժգոհել է ռուսական զինված ուժերի ամառային հարձակողական արշավի անորոշ մեկնարկից։ Այնուամենայնիվ, Ստրելկովի կարծիքով ներկայումս Ռուսաստանի ամենամեծ խնդիրը ոչ թե ռազմաճակատում կրած անհաջողություններն են, այլ Ուկրաինայի կողմից իր անօթաչու հնարավորությունների հզորացումը։ Մեջբերեմ հանցագործի խոսքը, քանի դեռ մենք փորձում ենք մսի հաշվին թշնամուն դուրս մղել Դոնբասի սահմաններից, նա զգայուն հարվածներ է հասցնում մեր թիկունքին եւ այդ հարվածները գնալով ավելի զանգվածային ու ցավոտ եւ ակնառու են դառնում, գրել է Ստրելկովը։ Նա նշել է, որ բնակչությունից աղետի մասշտաբները թաքցնել այլևս չի հաջողվում։ Դրոնների պատճառով Ստրելկովը կանխատեսում է տուրիստական սեզոնի տապալում Ղրիմում եւ ողջ Մերձ Սևծովյան տարածաշրջանում, ինչպես նաեւ խնդիրներ ռուսական զինված ուժերի հեռավոր լոգիստիկայի հետ։ Մեջբերեմ շարքից կսկսեն դուրս գալ հյուսիս-հարավ ուղղության կարևորագույն երկաթուղային եւ ավտոմոբիլային մայրուղիները, դրանք բոլորն այժմ գտնվում են հակառակորդի խոցման միջոցների հասանելիության գոտում, գրել է Զեթնիկը։ Ռուսաստանը այժմ ի վիճակի չէ դիմակայել այս սպառնալիքին, ռուսները պետք է պատրաստվեն հարվածների, դրոններով եւ հրթիռներով, նրանք հիմա ռմբակոծելու են անդադար եւ մշտական աճող տեմպերով, դրանում կասկածել պետք չէ, փաստել է Ստրելկովը, քանի որ այս ռազմական հանցագործը նաեւ հմուտ ռազմական գործիչ է, փաստացի ճանաչել է, որ Ուկրաինան կարող է Ռուսաստանի եվրոպական մասը մեջտեղից կիսել, քանի որ կրակային վերահսկողության տակ է պահում ավտոմոբիլային ճանապարհները եւ երկաթուղին, ինչ ոմանք ուրախանում էին ցամաքային ճանապարհով դեպի Ղրիմ, հիմա Ուկրաինան բացի այդ ճանապարհի կրակային վերահսկողությունից նաեւ աստիճանաբար կրակային վերահսկողություն է դնում Ռուսաստանի ներքին ճանապարհների վրա, հենց եվրոպական մասում, բայց եթե Ստրելկովը ընդդիմադիր է եւ նրա կողմից քննադատությունը սպասելի է, ապա նման բաներ, երբ ասում են նաև Պուտինյան ռազմական մեկնաբանները, սա ավելի ամբողջական է դարձնում պատկերը։ Ցավոք հայկական արմատներ ունեցող Ալեքսանդր Հարությունովը Ռազվեդոսը Սալավյով լայվի եթերում ռուսներին կոչ է արել պատրաստվել ուկրաինական դրոնների զանգվածային հարձակումներին, ընդգծելով, որ Ռուսաստանի հոպը չի հաղթահարի դա։ Կրեմլյան քարոզիչները իրենք ավելի ու ավելի հաճախ են ահազանգում Ռուսաստանի թիկունքային տարածաշրջանների վրա ուկրաինական դրոնների հարձակումների ուժգնացման կապակցությամբ Պուտինին բացահայտորեն սկսել են ծաղրել այն քարոզիչները, ովքեր դեռ երեկ նրա ակտիվ երկրպագուներն էին։ Ռուս բլոգեր Իլյա Ռեմեսլոն, ով նախկինում աշխատում էր Կրեմլի համար, բացահայտ ծիծաղել է Պուտինի Չինաստան կատարած այցի վրա։ Իդեպ ռուսական շուկան կտրուկ անկում է ապրել Պուտինի Չինաստան կատարած անարդյունք այցից հետո, մասնավորապես զգալի անկում են ունեցել Գազպրոմի բաժնետոմսերը։ Վերլուծաբանները նշում են, որ ներդրողները կոնկրետություն էին սպասում Սիլասիբիրի 2-ի վերաբերյալ, սակայն այս հարցում որևէ որոշակիություն չի հայտնվել։ Նոր գազատարի նախագիծը դիտարկվում է որպես կրիտիկական կարևորություն ունեցող Գազպրոմի համար եվրոպական շուկայի զգալի մասի կորստից հետո։ Իդեպ տնտեսության մասին Ղրղստանը ուժեղացրել է պայքարը Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման դեմ, ձեռնարկվել են մասշտաբային միջոցներ, Ղրղստանի իշխանությունները հայտարարել են մոտ 50 ընկերությունների գործունեության կասեցման մասին, որոնք կասկածվում են Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները շրջանցելու մեջ։ Իդեպ Ղրղստանում աշխատում է այն դիվանագետը ուկրաինական, ով առաջ աշխատում էր Հայաստանում, եւ շատ ուրախ եմ նրա այս հաջողությունների համար։
Այս ֆոնին Ռուսաստանը միջուկային զինամթերք է հասցրել Բելարուսի դաշտային պահեստարաններ, ովքեր չգիտեին, ասեն, որ Ռուսաստանում 26 թվականի մայիսի 19-ից անցկացվում են մասշտաբային միջուկային զորավարժություններ եւ դրանցում ներգրավել են Բելարուսին։ Այս ռուս-բելարուսական մանևրների ֆոնին Զելենսկին խոստացել է Լուկաշենկոին տոնուսի մեջ պահել, ակնարկելով կանխարգելիչ պրևենտիվ հարվածների հնարավորության մասին։ Պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին ակնարկել է, որ Կիևը կարող է կանխարգելիչ հարված հասցնել բելարուսական ռեժիմին, եթե Բելարուսի տարածքից Ուկրաինայի համար սպառնալիք նկատվի։ Զելենսկին նշել է, որ ուկրաինական կողմը ունի հնարավորություններ կանխարգելիչ կերպով աշխատելու Ռուսաստանի տարածքի եւ Բելարուսի փաստացի ղեկավարության նկատմամբ, որը պետք է տոնուսի մեջ լինի, հասկանալով, որ իրեն հետևանքներ են սպասում Ուկրաինայի եւ ուկրաինացիների դեմ ագրեսիայի դեպքում։ Ուկրաինայի պետության ղեկավարը հավելել է, որ Կիևը չի մոռանա, թե ինչպես 22 թվականին ռուսական օկուպացիոն զորքերը հարձակվեցին ուկրաինական տարածքի վրա հենց Բելարուսից։ Զելենսկու խոսքով ուկրաինացի զինվորականները եւ հատուկ ծառայությունները գիտեն, թե ինչպիսի սպառնալիքներ կան եւ ինչպես դրանց արդարացիորեն պատասխանել։ Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինայի հյուսիսային սահմանը լրացուցիչ կուժեղացվի ամրաշինական ֆորտիֆիկացիոն կառույցների եւ այլ միջոցների հաշվին, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը SBU-ն ցուցադրել է ծանր ռմբակոծիչ դրոնների երեկվա գիշերային հարձակումը Խերսոնի մարզում գտնվող ռուսական շտաբի վրա։ Դրոնները հաշված րոպեների ընթացքում բառացիորեն հողին են հավասարեցրել շենքերի համալիրը։ SBU-ի Ալֆա հատուկ ստորաբաժանումը գորգային ռմբակոծություն է իրականացրել օկուպացված Գենիչեսկում ռուսական ՖՍԲ-ի շտաբի ուղղությամբ։ Գործողության արդյունքում խոցվել է շտաբը, ոչնչացվել է Պանցիր S1 զենիթ-արտիլերային հրանոթային համալիրը, որը պաշտպանում էր հենց այդ նույն շտաբը, իսկ ռուսների կորուստները կազմել են մոտ 100 սպանված եւ վիրավոր։ Այսպես մենք մոտեցանք եթերի այն բաժնին, որտեղ ձեզ եմ հայտնում ռազմաճակատի թվերը։ Նախորդ 2 օրերին ռազմաճակատում տեղի է ունեցել 486 մարտական բախում, որոնց ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը լիկվիդացրել են 1790 օկուպանտի եւ նրանց 4058 միավոր տեխնիկան եւ սպառազինությունը։ Ռելիզները ձեր էկրաններին են, աջ կողմինը ամենաակտուալն է։ Ուկրաինայի գլխավոր շտաբը նաեւ հայտնել է, որ լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր լիկվիդացված օկուպանտների թիվը տեսա լուսանկարային տվյալների համաձայն հասել է 1,353,860-ի։ Մինչ մեր հաղորդման երկրորդ մասին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր եթերի առաջ խաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Իսկ ես իմ կողմից իմ շնորհակալությունը հայտնեմ ձեր աջակցության համար, ինչպես արդեն ասել եմ, շատ տեսանելի է ձեր օգնությունը, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Դեռ ուկրաինական գենշտաբը մեր այսօրվա եթերը պատրաստելու պահին ուկրաինական նոր հարվածների մասին չէր տեղեկացրել, բայց մեր Telegram-ում արդեն ունենք ձեզ համար ոգևորիչ կադրեր։ Ասեմ, որ այս գիշեր ուկրաինական դրոնները կրկին գործել են Ռուսաստանի եվրոպական մասում եւ կրկին փակվել է Յարոսլավլից Մոսկվա տանող ճանապարհը։ Այս գիշեր օդային տագնապ եւ պայթյուններ են գրանցվել Ռուսաստանի մի քանի սահմանամերձ եւ թիկունքային շրջաններում։ Հիմնականում ակտիվությունը կենտրոնացած է եղել Բելգրադի մարզում, Բրյանսկի եւ Կուրսկի մարզերում, հարավային ուղղությամբ Կրասնոդարի երկրամասում։ Տեղական իշխանությունները հաղորդում են ենթակառուցվածքների վնասի մասին։ Կրասնոդարի երկրամասում հարվածները ուղղված են եղել նավահանգստային եւ նավթավերամշակման ենթակառուցվածքների ուղղությամբ։ Հենց ուկրաինական գենշտաբը ավելի մանրամասներ ներկայացնի, անմիջապես մեր Telegram-ում կտեղադրենք կամ մեր վաղվա եթերում կհաղորդենք։ Իդեպ վաղուց ձեզ ոչինչ չէի հայտնել Ադրբեջանի մասին։ Ադրբեջանը եւ Ռուսաստանը ընդհանուր խնդիր ունեն։ Խորանում է Կասպից ծովի էկոլոգիական խնդիրը, որն արդեն աղետ են անվանում, թեև Կասպից ծովի մակարդակը նախկինում էլ է տատանվել, բայց գիտնականները կարծում են, որ ջրի մակարդակի ներկայիս անկումը, որը սկսվել է 90-ականներին, դժվար թե հետ շրջվի։ Կանխատեսումները հուշում են այս դարում ջրի ել ավելի մեծ նահանջի մասին, ընդ որում որոշ մոդելներ մատնանշում են մինչև 21 մետր հնարավոր ջրի մակարդակի անկում։ Կասպիական տարածաշրջանի երկրները զբաղվելու բան ունեն։ Դե իսկ քանի դեռ Ռուսաստանում կանգնել է եւս մեկ նավթավերամշակման գործարան, Լուկոյլի հերթական գործարանն է վնասվել, շարքային ռուսները դժգոհում են լիցքավորման կայաններում վառելիքի պակասից եւ հերթական միլիարդատերն է մահացել տարօրինակ հանգամանքներում։ Պուտինն ու նրա քարոզչությունը ձևացնում են, թե ամեն ինչ կարգին է, իսկ թե ինչպես են գործերը իրականում Ռուսաստանում, ինչի է ձգտում Ուկրաինան եւ ինչպիսին են տեսնում Հայաստանը Կիևում եւ Եվրոպայում, կիմանանք Ուկրաինայի նախագահի գրասենյակի
խորհրդական Միխայիլ Պոդոլյակի հետ հարցազրույցից։ Ձեզ բարի դիտում, իսկ մենք նորից կհանդիպենք շուտով։ Նյութերը շատ են եւ տարբեր ֆորմատների եւ կարող է բոլոր 3 ալիքներով էլ լինեն եթերներ։ Հուսամ բոլորը արդեն բաժանորդագրվել են մեր ալիքներին։ Ամենագլխավոր կողմնորոշիչը մեր եթերի ժամն է։ Գլխավոր եթերները մենք թողարկում ենք Կիևի ժամանակով 19:25-ին, դա Երևանի ժամանակով 20:25-ն է ստացվում։ Դե ինչ դիտենք հարցազրույցը, հուսամ ձեզ դուր կգա։ Я приветствую нашу аудиторию. Сегодня после небольшого перерыва вновь есть возможность поговорить с советником Офиса президента Михаилом Подоляком. Здравствуйте. Да, здравствуйте, здравствуйте. Украина уничтожает российские нефтеперерабатывающие заводы, трубопроводы, порты и другую инфраструктуру вместе с военными объектами, а также установила огневой контроль на сухопутном пути в Крым. Одним словом, не 22-й год для России, и ломаются представления о войне новостями, что Россия не продвигается, а теряет захваченные территории, и это очевидно не только Западу, но еще и в России, особенно после украинских салютов, назовем их так, в Москве и области. Ситуация в войне действительно изменилась. Инициатива частично перешла к Украине, и сегодня можно говорить о том, что вот эти системные массированные удары по инфраструктуре, прежде всего по экспортно ориентированной, они, безусловно, не вызывают то, как было там несколько лет назад, там, внешний эффект только, да, ну вот удар нанесли и так далее. Они говорят о том, что Украина будет постепенно уничтожать ключевые базовые отрасли России и таким образом полностью уничтожать возможность финансировать в полном объеме войну. Это НПЗ. Это все, что касается транспорта, логистики, нефтепереработки. И Центральный федеральный округ практически сегодня находится в тяжелом положении, потому что все заводы, вот сегодня Сызрань, соответственно, до этого там Пермь, до этого, ну, можно московский НПЗ брать, ну, практически все, что можно, оно все уничтожается. И вторая важная ветка уничтожения – это военные предприятия. Это те НИИ, это те заводы, которые так или иначе участвуют в выработке компонентов для военной техники, для тех же Искандеров, для тех же Калибров, и, соответственно, тоже это все уничтожается. И опять же, еще раз подчеркиваю, это системный вынос отрасли. То есть тут не только ты там ударил, и через какое-то время, день, два, три, отремонтировали, оно дальше работает. Нет, то есть один раз нанесли удар, второй раз комплектующие уходят, ремонтные комплекты уходят, восстановить это невозможно. Дефициты на рынке нефтепереработки существенны, я имею в виду мощностей, производство падает, падает добыча, и вот то все, что Россия пыталась дозаработать в связи с конфликтом на Ближнем Востоке, в связи с закрытием Ормузского пролива, и все то, что можно было бы заработать, да, и профинансировать в большем объеме войну, всего этого спекулятивного компонента в России нет. Это первая составляющая. Вторая составляющая – это линия фронта, и там вы абсолютно правы, действительно ситуация тоже изменилась, там стратегическая несостоятельность России, технологическая, прошу прощения, несостоятельность России очевидна. То есть там практически полностью поле боя контролируется FPV-дронами. Да, у России есть большой объем живой силы. Он, правда, сейчас тоже дефицитный. В последние месяцы, там, январь, февраль, март, мы видим, что количество тех, кого они мобилизуют или рекрутируют, да, он гораздо меньше, чем то, что они там заявлялись. Да. То есть они хотели рекрутировать, чтобы компенсировать потери, а потери у них порядка 25-30 тысяч убитыми и ранеными в течение месяца. Они это пытались компенсировать вот этими рекрутинговыми мероприятиями. Сейчас они набирают там 15-16 сил в месяц. То есть у них все время нарастающий дефицит живой силы. Ну и плюс все это поле боя еще раз завешено вот этими FPV-дронами. То есть Украина здесь, безусловно, уже массово производит в том количестве, в котором надо больше, но тем не менее. И это тоже меняет восприятие этой войны. И очевидно, что вот все те, скажем так, ожидания Путина, там, надежда на летнее наступление, на весеннее наступление, это все фикция. Я так понимаю, что Путин просто, ему его генералы продают захваченные территории в Украине в кредит, да? Ну, то есть они их не захватили, но ему уже рассказали, что они захватили. Наиболее типичный пример, кстати, это Купинг, да, который Путин там 6 раз захватывал, рассказывал об этом, уверенно рассказывал. Но все, что касается субъекта Путина, это все то же самое, что было в 2022 году, да, когда он там уверенно сидел, что буквально несколько дней он будет тотально контролировать Украину. Сейчас прошло более 4 лет этой войны, и, мягко говоря, он не контролирует даже в полном объеме свою территорию, да, то есть он в истерике орет о том, что дайте возможность там провести парад хотя бы в усеченном виде, ну дайте возможность и так далее. И дальше это будет только нарастать.
К сожалению, проблема остается ракетно-дроновая для нас, неселективные ракетно-дроновые удары по территории Украины. И сейчас Путин уже не Путин, а Россия не маскирует, что эти удары наносятся по гражданскому населению, по центрам городов, по гражданской инфраструктуре, и только по гражданской инфраструктуре. Ну вот это проблема, потому что закрыть небо, полностью закрыть, к сожалению, на такой территории, большой, гигантской территории, где такое количество городов, невозможно. Но вот это то, что делает Россия. То, что делает Украина, еще раз подчеркиваю, делает решает три даже задачи. Вот так, первое – это уничтожение экспортно-ориентированных нефтегазовых отраслей, чтобы Россия не имела возможности финансировать войну и ускорялись процессы гниения российской экономики. Второе – это уничтожение военно-производственной инфраструктуры, ВПК, по сути, да, это для того, чтобы не было непосредственно инструмента на поле боя. И третье – это полное закрытие линии фронта технологическими решениями, ну, прежде всего, FPV-дронами, чтобы там никаких движений никуда не было, а только массово уничтожалась российская живая сила. Это вот такая сегодня конфигурация по этой войне. Но опять же, давайте не забывать, что Россия все равно продолжает там, в пропагандистских целях рассказывать, что они эффективно ведут войну. И я бы хотел, конечно, чтобы люди задавали, начали быть взрослыми и задавали вопрос, как это эффективно вы ведете войну 4 года против одной страны, гораздо меньше ресурсно, гораздо меньше милитаризованная, вы ведете войну и не продвинулись там ни на сантиметр в последние особенно месяцы. Но, тем не менее, взрослых людей в мире, к сожалению, в политическом глобальном мире мало, поэтому не задают этих вопросов и не понимают, что дальше можно только увеличивать давление на Россию, и это только приведет к окончанию войны. Кстати, после того, как наш президент великодушно разрешил провести на определенном квадрате в Москве военный парад, российская пропаганда, видимо, чтобы оправить от шока своих граждан, начала вещать, что мы якобы испугались и что не очень-то и могли ударить. Но вот на мой день рождения как раз Украина зажгла огни в Москве и Подмосковье, что, кажется, имеет очень мощный эффект. Нашей аудитории очень интересовали вопросы, будут ли новые салюты, мы это салютом называем. Социологи сообщают, что россиян впервые за годы войны стало больше заботить удары по их стране, чем ситуация на фронте. Я надеюсь, скоро мы услышим, не очень-то нужен и тот Донецк, и Севастополь. Услышим, безусловно. Россия привыкла воевать, я неоднократно это говорил, она привыкла воевать. И почему они так хлопают всегда в ладоши, когда речь идет о возможности зайти в другую страну, можно прийти, пограбить, убить, да, безнаказанно. И им всегда гарантировали, что территория России будет неприкасаема. И они в это верили. И вот эти в начале войны, к сожалению, единичные удары, они там не сильно их пугали, особенно по Крыму, они не сильно пугали. Ну да, где-то что-то случайное и так далее. Сейчас это системность. Да, то есть массовая системность, которая совершенно точно меняет мировосприятие. Подождите, это как? Оказывается, война – это дорога с двухсторонним движением. И более того, в итоге войны любой агрессор все равно получает по зубам. И вот наращивание этого, безусловно, президент Зеленский уже анонсировал на июнь, там отдельная программа, в мае, в июне будет отдельная программа, будет масштабирование ударов по территории России. Тут есть единственная ремарка, я обязательно ее всегда говорю, мы не бьем по гражданскому населению. Понятно, что на том же параде, на Красной площади Путин мог появиться только в случае, если там наберут много гражданских людей, да, которые будут создавать для него живой щит. Естественно, смысла там технического наносить в этот момент удар не было. Вот удар по Капотне, да, ну то есть, грубо говоря, по там, тем или иным предприятиям, включая московские нефтеперерабатывающие, да, это эффективно. Тем более системы российской противоракетной обороны оказались столь же эффективны, как и Путин в качестве менеджера, да. Да, они там сбивают, безусловно, ракеты сбивают, но, в принципе, во-первых, их не так много, чтобы закрыть все заводы, все инфраструктурные объекты. Россия же не готовилась к тому, что их можно уничтожать. Кстати, независимо от расстояния, да, там 800 километров сегодня, 1500, Пермь, да, там определенное расстояние и так далее. То есть нету такого, как, напомню вам, да, первый, второй год войны мы там с нашими партнерами европейскими, американскими говорили, а можно нам дать оружие дальнобойное, там, да, Атакамсы, Таурусы, да, там расстояние 200, 300, 500 километров, 700. Помним, да, какая была там. И Путин считал, что вот он нажмет где-то, и ни Европа, ни Соединенные Штаты не дадут ради деэскалации, это все миф,
конечно, никакая не деэскалация, когда вы не даете эффективное контроружие, да, и, соответственно, обороняться можно гораздо меньшим объемом оружия, чем то, что имеет агрессор, это никогда не приводит к окончанию агрессии, безусловно. Ну так вот, сейчас оказалось, что Украина самостоятельно производит дальнобойные инструменты, которые способны достигать там расстояний в 1500–2000 километров и, соответственно, полностью выжигать все, что касается инфраструктуры военной, милитарной, а она у них там в центрах городов в том числе расположена или на окраинах, там, они же так в Советском Союзе строили, да, то есть они строили военные заводы, а его обволакивали, что ли, жилыми кварталами. Ну, это стандартная практика СССР, да, то есть гражданским населением всегда прикрывая военные объекты. Ну вот уничтожение военных объектов, уничтожение той же нефтяной промышленности России, это шокирует, меняет мировосприятие этой войны. Наверное, еще мало. Наверное, да, то есть его должно быть намного больше для того, чтобы вот этот вопрос, базовый вопрос, так а зачем мы вообще эту войну начали? Это наша разве территория? То есть мы пришли убивать на их территорию, нам же гарантировали, что мы сами тут не будем страдать. А сейчас они вполне вкушают эту войну. Я, в принципе, все равно считаю, что полноценное окончание любой войны возможно только если, во-первых, сама война будет на территории страны-агрессора, а во-вторых, после окончания войны агрессор будет юридически масштабно отвечать за акт агрессии. Да? То есть, и, соответственно, будет коллективная ответственность. То есть граждане России должны нести солидарную ответственность со всеми, кто принимал решения о непосредственных боевых действиях. Они участвуют. Они там, поддерживают войну, участвуют в этой войне, непосредственно участвуют на поле боя. Вот и должна быть обязательно юридическая ответственность за все это. Только тогда мы можем гарантировать неповторение этой войны дальше. И тут еще маленькая ремарка, да, вот когда кто-то пытается сказать, ну, наверное, за столом переговоров можно, почему вы не переговариваетесь? Ну, во-первых, Россия не разговаривает за столом переговоров, пока считает, что у нее есть возможности убивать кого-то, да, то есть она имитирует переговорный процесс. А во-вторых, а кто-то слушает то, что они говорят? Они ведь говорят так: вы отдайте нам Донецкую и Луганскую область для начала, чтобы мы сели за стол переговоров, а дальше мы вам выставим другие там территориальные и суверенитетные, антисуверенитетные требования, которые, если вы выполните, война закончится. Не выполните, мы будем продолжать войну. То есть нужно понимать, с Россией разговаривать с позиции ожидания ее доброй воли, что они в конце концов там одумаются, да, и остановят агрессию, невозможно. С Россией нужно разговаривать только через инструмент принуждения, с одной стороны. Второй стороны, это инструмент ограничения доступа ее к экономическим возможностям финансировать войну, финансовым возможностям, да. И с третьей стороны, через страх, вот то, о чем вы говорите, да, чтобы они вкусили войну в полном объеме, чтобы они ее ощущали непосредственно, а не где-то там через телевидение. Последние дни вновь актуализировалось белорусское направление. Президент Зеленский сделал ряд предупреждений. В чем смысл вновь актуализации белорусского трека? Путин хочет помешать нам освобождать территории на юге и на востоке? Или это очередная попытка запугать? Есть несколько мотиваций. Во-первых, действительно, это повышение ставок в войне, это такая гибридная эскалация, то есть готовность показать, что мы можем расширить театр военных действий за счет вот этого Северного фронта. Да? И здесь абсолютно прав президент Украины, он четко говорит: смотрите, ну, во-первых, это не 22 год, то есть понятно, что там совершенно точно перестроена граница, там совершенно точно созданы укрепрайоны. И понятно, что там есть резервы. Ну и самое интересное, понятно, полностью, вернее, прослеживается, что происходит на территории Беларуси. Это территория маленькая, компактная, полностью простреливаемая. И в случае возникновения на этом направлении рисков немедленно будут предприняты меры по уничтожению инфраструктурных целей на территории Беларуси. Да. Ну, чтобы здесь не было никаких иллюзий. Я бы тут сразу сделал, правда, оговорку одну. Смотрите, в отличие от россиян, белорусы точно не хотят войны. Это очевидно. Да? То есть если в России всегда считают, что мы свои там какие-то неухоженности компенсируем через убийство граждан другой страны, то белорусы это такое, на самом деле, европейская страна, да, мы тут занимаемся своими работами и тому подобное. Да, то есть они не хотят, условно говоря, приходить куда-то, кого-то грабить и так далее. Это другая ментальность совершенно. И понятно, что сами белорусы, безусловно, в шоке от того, что сейчас происходит, что их страну там периодически упоминают, потому что участвовать в войне они точно не хотят. И это очень-очень страшно, потому что, опять же, белорусы тоже прекрасно видят, что война перешла на территорию России, и что сегодня ситуация совершенно не ситуация даже 22 года. Да, то есть как бы и воевать против Украины
с ее опытом, с ее инструментами, которые там уничтожают и выносят московский нефтеперерабатывающий завод, а у тебя тут стоит совсем недалеко Новополоцкий и Мозырские нефтепереработки, да, но это как бы самоубийственно. Тут есть другая проблема. Проблема в том, что Беларусь слишком зависима от России, она не субъектна, и Лукашенко не субъектен, и Путин, опять же, пользуется просто тем, что он контролирует эту территорию, его силовики там доминируют, я имею в виду в силовых структурах, да, в спецслужбах, и, соответственно, пытается еще раз поднять там ставки в этой войне, поднять за счет вот этой риторики агрессивной, в том числе, смотрите, есть риторика ядерная, мы там ядерные учения проводим, мы даже один «Искандер» с ядерной боевой частью отправили в Беларусь на эти учения. Есть риторика, что мы можем открыть Северный фронт, но тут вопрос в том, есть ли у тебя для этого резервы, потому что белорусы еще раз вряд ли в этом будут участвовать. Ну и кроме того, самое главное, это Путин пытается окончательно убить вот эти переговорные там пробы того же Лукашенко. Мы видим, что с американцами он активно говорит, да, американцы хотят зайти в калийные удобрения, в Беларусь калий, а Лукашенко готов идти им навстречу и отдавать там и политзаключенных. А у Лукашенко есть там какой-то неформальный переговорный процесс с теми же поляками, мы видим, он хочет снизить вот эту градус напряженности, связанной с мигрантами, я имею в виду Литва, Польша, мигранты, метеозонды, все это. Ну, то есть, как бы вот здесь мне все понятно, Путин хочет показать, что в Беларуси субъектен только Путин, и если какие-то переговоры только с Путиным, и, соответственно, никакой самостоятельности нет. Но еще раз подчеркну, понятно, что происходит в Беларуси, активно это отслеживается. На мой взгляд, так как там есть еще направление польское, литовское, было бы неплохо, чтобы и НАТО сказала о превентивном протоколе, как они будут действовать в случае возникновения каких-то угроз в этом направлении, потому что Украина четко сказала, будем все уничтожать, да, стоит только кому-то двинуться, будем все уничтожать, для этого у нас есть ресурсы. И, соответственно, Путин хочет просто отвлечь внимание, да, он хочет перераспределения наших ресурсов, он хочет получить где-то еще какие-то возможности. То есть он использует все возможности для того, чтобы все-таки не выходить из войны. Я здесь еще раз подчеркну базовое понимание этого момента войны. Путину все равно гораздо дешевле продолжать войну, да, чем выйти из нее. Выйти из войны в нынешнем состоянии будет означать резкие протестные проблемы в самой России. Да? То есть и перестройка экономики невозможно уже, и выйти из ВПК экономики невозможно, и вернуть там этот миллион людей мобилизованных, многие из которых с криминальными наклонностями, вернуть обратно в Россию невозможно. То есть Путину хочется искать возможности продолжать эту войну, повышать ставки в этой войне, сломать либо Европу, либо напугать Украину. Я, правда, не совсем понимаю, как можно напугать Украину после 4 лет войны, но тем не менее эти попытки предпринимаются, в том числе на белорусском направлении. Поговорим о создании специального трибунала для высшего руководства России за преступление агрессии. Кстати, там и Лукашенко упоминается рядом с Путиным и компанией. Меня еще интересует, вот пропагандисты будут в списке обвиняемых, не только, кстати, те, которые в России, но еще и за пределами России разжигают войну. Вот, мне кажется, если прозвучат их имена, возможно, они будут задумываться или нет. Задумываться не будут. Для того, чтобы задумываться, нужно иметь хоть какое-то представление о реальном мире, иметь хоть какие-то морально-этические внутренние качества, быть пропагандистом сегодня в России, ну или тем, кто там в других странах пророссийскую позицию занимает официально или публично и так далее. Это очень-очень-очень конкретным личностью надо быть, да, максимально отвратительной. Давайте здесь по спецтрибуналу, чтобы было понятно. Смотрите, спецтрибунал имеет входящее окно, это именно преступление агрессии, оно безусловно доказано, уже да, доказано. То есть его там не требуется каких-то дополнительных юридических или следственных действий, чтобы доказать вот это само преступление агрессии. То есть, грубо говоря, решение Совбеза России там, 22 февраля, по-моему, о начале этой специальной военной операции, это и есть состав преступления, в котором, безусловно, прямое участие принимали все те, кто присутствовал на этом заседании. Они все являются безусловными преступниками, уже доказанными. И они уже автоматически должны получать свои там сроки, свои решения судебные и так далее. Дальше это входящее окно, то есть это то, что не требует доказательства. То есть на основании этого вы приняли решение, вот акт агрессии, преступление агрессии, вот состав участников, которые придумали эту агрессию, а дальше окно открывается, и дальше появляются дополнительные уже расследования, кто какую функцию выполнял, да, то есть и тогда уже, как вы говорите, пропагандисты, безусловно, все эти фамилии должны быть на скамье подсудимых, безусловно. Это было после Второй мировой на Нюрнбергском процессе, это должно быть и здесь обязательно как таковое. И, конечно же, Украина и целый ряд инициативных европейских государств настаивают, что
Агрессия заканчивается только в момент, когда юридические наказания получают и авторы агрессора, и активные участники этой агрессии, не только непосредственно исполнители массовых убийств, да, как таковых, это отдельные статьи, они отдельно доказываются, военные преступления, я имею в виду там, бомбардировки гражданского населения, там, или вырезание гражданского населения, или там, массовые убийства гражданского населения, комбатантов и некомбатантов, в том числе военные отдельные преступления, это то, что военнопленных на поле боя прямо обезглавливает Россия. Но это традиции России, они всегда так делают. Это все отдельные составы преступлений, но, грубо говоря, когда вы окно открываете, уже доказанный состав преступления агрессии есть, то дальше все остальные военные преступления утяжеляются, потому что уже будет доказан умысел на совершение вот этих военных преступлений. И точно так же пропагандисты попадают, как те, которые разжигали там, ненависть, которые провоцировали войну как таковую, геноцидальную войну. Многие пропагандисты не скрывали то, что нужно бомбить Киев, нужно убить как можно больше украинцев, нужно убивать детей. Помним вот этот кейс пресловутый Красовского. Помните, был такой пропагандист, который сейчас в тень ушел немножко, который говорил о том, что нужно топить украинских детей. Вот это все, конечно же, Украина собирает по каждой фамилии, полное досье. И я надеюсь, что через спецтрибунал мы зайдем в длинные судебные процессы, потому что там десятки тысяч людей будут, и каждый из них получит надлежащую оценку и юридическую, и историческую. И никто не позволит России написать потом вымышленную историю, где они с кем воевали, кого они защищали и так далее. Потому что в данном случае в резолюциях той же ООН даже, да, хоть и недееспособный институт, но тем не менее четко записано, есть акт неспровоцированной агрессии. Нету никаких причин для этой агрессии, никаких спорных территорий, конфликтов, ничего нету. И есть акт агрессии, когда страна-агрессор Российская Федерация заходит на территорию другой страны с намерением убить гражданское население, массово убивать, и массово грабить, и массово захватывать. То есть стандартная агрессия как преступление. Что визит Трампа в Китай мог принести Украине и что по итогу мы имеем? Ну и сразу же после этого Путин поспешил в Китай, где еще и заверил, что будет защищать правила ООН. Интересно, человек, который в первую очередь нарушил все существующие правила, обязуется защищать. Может, он собирается уходить из Украины? Путина можно будет принудить что-то сделать. Ничего не собирается защищать, он абсолютно не разбирается в том, о чем он говорит, он достаточно банальные клише произносит, не более того. Я уже давно всем рекомендую остановиться в оценке, понимает он слова, которые произносит или нет. Написана какая-то речь, он ее произносит. Ну или там заучил каких-то там набор фраз, он их произносит. То есть в этом искать какую-то логику, ожидать какие-то действенные изменения в его поведенческих реакциях невозможно. Он предсказуем, примитивен и малообразован. Перейдем к визитам. Оба визита и для американского президента неудачны. Для американского президента в том числе, потому что акценты расставлены совершенно для меня прямо. Да? То есть Китай зафиксировал свое понимание стратегических путей, куда и как он дальше двигается, какую роль он будет в этом играть. И, на мой взгляд, это такая политика доминирующая роль, да? Что было немножко странно, потому что Трамп приехал явно распределить роли. На самом деле Китай сказал, мы это делаем, вы там хотите что-то делаете и так не делаете. Нас это в меньшей степени уже волнует, потому что вы несостоятельны. Поэтому для Соединенных Штатов этот визит, на мой взгляд, был не совсем удачным, что ли. И наоборот, для Китая это было четкое обозначение новой роли, которую он будет играть. Что касается визита Путина, то здесь вообще не о чем говорить, здесь нету как такового партнера, да. Путин это максимально зависимый от Китая сейчас вассал, который играет частично уже по китайским правилам, то есть Китай для России, для энергорынка России является покупателем последней надежды, то есть только в Китае Россия может много продавать, чтобы получать какую-то ощутимую доходность. Соответственно, российский рынок является приоритетным для Китая в низком ценовом сегменте. И с российского рынка китайская продукция будет выдавливать остатки российских потребительских производителей. Ну, в общем, все стандартно. Все остальное не получилось у Путина. Он хотел расширить публичную поддержку военных действий России в Украине. Не получилось. Наоборот, Китай сказал, что и там на разных площадках, это говорится, что сказал, выглядит это все ничтожно. Да? Не получилось увеличить объемы прямых продаж для российского ВПК. Это невозможно
невозможно. Китай прямо говорит, мы продаем, да, продаем, зарабатываем, но там увеличивать целенаправленно что-то точно не будем. И поэтому Россия была вынуждена подписать вот эту дивную декларацию, да, о стратегическом партнерстве с Китаем. Но я, честно говоря, опять же, иногда с иронией на это смотрю, потому что вот такие декларации Путин подписывает всегда. И с Китаем он только в течение последних, там, наверное, с 2014 года, начиная перед Олимпиадой в Сочи, да, подписал, ну, наверное, с десяток. То есть говорить о том, что это что-то прорывное, точно нет. Сила Сибири-2 нет. Какие-то дополнительные инвестиции на российских условиях в Россию? Нет. Китайские инвестиции на российских условиях? Нет. Ну, то есть Китай доминирует тотально, и Китай воспринимает Россию как страна, которая умирает, и которая, в принципе, без единого выстрела завтра будет там либо территорией, либо сырьевым придатком с квазиправительством под Китаем. Ну, вот здесь все, по-моему, уже очевидно. Да? Можно, конечно, делать вид, что Россия там на что-то влияет, но это не так на самом деле. Остаточное влияние есть. К сожалению, там, где они базы делали военные, там, где они присутствуют, еще какое-то остаточное влияние есть, но это все влияние умирающей, по сути, страны. Вот, в принципе, на этом можно было бы здесь уже поставить точки, но я бы рекомендовал всем посмотреть, обязательно посмотреть на перечень музыкальных композиций. В Китае есть традиция, музыка и политика, они очень интересно переплетаются, исторически переплетаются. Посмотреть на подбор арий из опер, которые игрались в присутствии Путина. Это и князь Игорь, да, половские танцы, и, соответственно, из Шахерезады, и из Чайковского «Танец маленьких лебедей» очень и очень красноречиво и очень тонко в дипломатической манере показали ничтожное место субъекта Путина. Да, Восток дело тонкое. Они, кстати, при Трампе еще и с подушками игрались, у кого выше, у кого ниже. Мы не можем не поговорить о визите Зеленского в Ереван. Я не устаю подчеркивать, что наш президент приземлился в 12 километрах от российской военной авиабазы Эребуни в Ереване. Там наш президент не только принял участие в формате мероприятия, который Европа создала в ответ на российскую агрессию в 2022 году, но была и первая встреча, там много было важных встреч, но первая встреча за 5 лет с грузинским руководством. Были новости о том, что Армения тоже заинтересована нашими защитными дронами. Украина возвращается на Южный Кавказ, можем так говорить, особенно когда президент Зеленский еще и посещал до этого Азербайджан. Во-первых, я бы сразу отметил, на мой взгляд, очень крутую позицию господина Пашиняна и Армении в целом. То есть субъектность совершенно иначе для меня выглядит сейчас. Очень неплохие заявления, очень неплохая позиция, очень неплохие понимания, куда дальше двигаться и как нужно перестраивать и собственную экономику, на кого нужно ориентироваться, и собственную, прежде всего, безопасность, что Россия роль безопасностного партнера точно не выполняла и не выполняет, и не будет выполнять. На самом деле Россия всегда выполняет другие роли, когда где-то находятся ее базы или где-то ее там более там, весомое присутствие. По сути, главное присутствие – это дестабилизация региона, не более того, провоцирование каких-то конфликтов. Вот здесь, на мой взгляд, позиция господина Пашиняна, но очень и очень выглядит эффектно. И, конечно же, очень хорошо, что была такая объемная встреча европейских политических сообществ, да, лидеры Европы четко зафиксировали позицию, Армения четко зафиксировала позицию. Мы видели истерику в России, опять же, в пропагандистской России, да, и у того же Путина истерику. Россия явно теряет влияние даже в этом регионе. Да, то есть в Центральной Азии теряет влияние, на Южном Кавказе теряет влияние. В принципе, это очевидно. Россия несостоятельна для того, чтобы действительно быть глобальным игроком и даже региональным игроком. И это мне очень нравится. Второе, конечно, мы заинтересованы, Украина, и президент об этом говорит, заинтересованы в развитии, в быстром развитии дополнительных каких-то возможностей в двухсторонних отношениях, да, в том числе и в сфере безопасности. Сегодня экспертиза, которая есть у Украины в понимании, что такое современная война, как противодействовать ракетно-дроновым атакам неселективного характера, потому что все войны, видите, и на Ближнем Востоке, и в Украине, они все приходят к одному и тому же. Неселективные атаки по гражданскому населению, любой такой вот Иран или Россия применяют это.
как здесь работать, что такое антидроновые программы, что такое дроновые программы, что такое многокомпонентная система противоракетной защиты, как избавиться от какой-то российской зависимости и так далее. Вот здесь очень и очень перспективно, я думаю, у нас могут быть отношения, и мы в этом крайне заинтересованы. И Украина вообще крайне заинтересована в реализации своей субъектности и на Ближнем Востоке, и на Южном Кавказе, ну везде, да, где можно, потому что это еще раз говорит о наших будущих перспективах, да, для Украины и с экономической точки зрения, и с точки зрения приобретения таких стабильных партнеров, потому что все всегда, если вы совместные бизнесы имеете, если вы совместно выстраиваете системы безопасности, то вы действительно партнеры, вы действительно альянсы. Не номинальные, а практически. И точно так же я бы аккуратно подходил к диалогу с Грузией. Да. Мы понимаем все риски, которые есть у Грузии, да, с учетом, опять же, того, что там находится Россия рядом, да, что Грузия, к сожалению, там так или иначе зависит от поставок из России, армия российская, но очень много есть разных аспектов. Но, тем не менее, на мой взгляд, Грузия все равно должна стремиться в Европу. Это большие рынки, это большие и другие правила игры. Это намного более перспективно, чем что-то там с Россией. Но здесь, опять же, нужно очень такой корректный диалог вести для того, чтобы, понимая все эти риски для Грузии или там, для Армении, не там, выходить с какими-то эмоциональными заявлениями. Да? Но Украина будет заинтересована в двухсторонних коммуникациях, где-то плотнее, где-то более осторожно, но тем не менее для нас этот регион очень и очень интересен и очень перспективен. И визиты туда господина Зеленского только подчеркивают важность этого региона. Традиционный вопрос в завершении эфира. Послание армянскому народу, тем более, что приближается особая дата. В Армении 28 мая отмечают День Первой Республики, посвященный восстановлению армянской государственности. Что скажете армянскому народу из Украины, учитывая, что российская пропаганда десятилетиями вещала антиукраинские нарративы? Да мне, в отличие от прошлого года, когда мы говорили, да, мне очень и очень нравится то, что происходит сейчас в Армении с точки зрения понимания своей субъектности, своей такой глобальной автономности, что ли, от России, да, и эти процессы очень и очень позитивные. И двигайтесь по этому направлению, это очень важное направление, мы всегда поможем. Мы всегда заинтересованы в партнерстве, мы всегда заинтересованы в том, чтобы Армения становилась, тем более имея там гораздо более весомую, что ли, историю, чем та же Россия. Это страна лоскутная, страна, которая отсутствует, которая всегда куда-то приходит просто грабить, да. И Армения имеет свою уникальную историю, и эта история должна быть реализована сегодня в глобальном сотрудничестве. И Армения может в этом сотрудничестве выглядеть очень и очень эффектно и очень быстро поднять и уровень жизни, и уровень коммуникации, и открытость свою и так далее. Мы в этом будем всегда помогать, мы в этом заинтересованы. Но главное здесь, я понимаю, пропаганда годами, десятилетиями работала, Россия, российские базы, газ, нефть и тому подобное. У меня просто всегда одно предложение: никогда не верьте русским. Они всегда обманут, они всегда украдут, они всегда придут, чтобы вас унизить. Что бы они ни рассказывали, какие бы елейные речи ни велись, да, как бы ни активно работала пропаганда, какие бы мифы они ни рассказывали о российско-армянской дружбе, все это фикция. В какой-то момент они всегда ударят в спину ржавым ножом. Вот помните просто это. Русский — символ предательства, символ трусости и символ таких мерзких ударов из-под тишка. Да, особенно, когда они манипулируют сейчас, якобы дают Армении дешевый газ. Этот дешевый газ никак не дешевле, чем европейский. Вот, но они этим спекулируют, что вот, вам перекроем и так далее. Ну, а не могу не сказать, что некоторые армянские иконы в Украине древнее, чем история России. Поэтому наши связи – это наши связи. Они могут вещать все, что хотят. Я благодарю вас, что вы находите в своем графике время для нашей аудитории. Спасибо и слава Украине. Героям слава, вам спасибо большое.